համալիրում նախորդին տեղի ունեցած մենք տեսանք որ դարի հարսանիքը Նիկոլի օլիգարխի այո մենք տեսանք որ Նիկոլի անձնական օլիգարխ եղբայրների ահա Եվ հիմա ուրեմն եւ այսպես որ ինչ են անում գեր աստղեր են եկել այ Այստենց հետաքրքիր է ասենք մեզ են ձեռք առնում հիմա ես կասեմ հայեր միացեք Արցախն է կանչում եւ բայց այդ տավարը այնտեղ նստած էր այդ տավարը չասեց Արցախ Ադրբեջանը եւ վերջ եւ այսպես սիրելի հայրենակիցներ մենք տեսանք որ համալիրը ամբողջապես քարուքանդ են արել եւ Նիկոլի օլիգարխը այդպես չի որ տենց օթի մեջ հա եւ Նիկոլի օլիգարխը իր եղբոր որդու հարսանիքն է ոչ պակաս նա ավելի մեծ մի օլիգարխը մյուս օլիգարխը երկու եղբայրներով օլիգարխները միլիարդերները այս Նիկոլի նորաթուղ միլիարդեր օլիգարխներն են եւ այսպես դուք պատկերացնում եք նախքին փողը իրանց է պահելն առա այդ որ ասենք վերցրել ասում էր գնամ վերցնեմ բերեմ տամ ձեզ բայց չի տվել ժողովուրդին հիմա կհարցնենք չունես նառա չէ հիմա ես կարծում եմ Նիկոլի էլեկտորատը կիմանա բա այն թալանը ուրա ձեզ տվելա ում տվելա խնդրում եմ ուղիղ եթերով հիմա գնում ա մեր հաղորդումը գրեք կամ զանգեք ասեք այն Նիկոլը որ ասում էր տարել են թալանել են 30 միլիարդ 4 միլիարդ 100 միլիարդ ով ստացել է այդ գումարից խնդրում եմ ինձ գրեք չեկն էլ ուղարկեք ես այս եթերում նստեմ Եվ ձեզանից ներողություն եթե իրանք միլիարդերներ են, ուրեմն խլել են, չէ՞, կամ այդ մարդկանցից կամ պետությունից։ Այո, հիմա վրան էլ մի հատ էլ պարտք են դրել, դա էլ դրել են մեր ապագա սերնդի, վրան մերն էլ դա դրել են։ Հիմա մենք պատկերացնում ենք նախկին իշխանության ժամանակ համալիրը քարուքանդանեին եւ որևէ մեծահարուստ համալիրում աներ հարսանիք Ինչ կաներ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը կգրկեր ազգային ժողովի ամբիոնը չերիչնի իսկ Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների դեսպանատների փողերով լափող քաղաքացիական հասարակությունը կպարգեր համալիրի տակ կասեր սա բախծություն է բա ուրեք վիժվածքներ Բա ուրեք այդ լափակեր շներ Բա ուրեք Բա ինչի ձեր ձենը չի լսվում Թե ձեր ձենը լսվում էր այն ժամանակ Երբ որ ձեզ փող էին շպրտում ձեր վրա Որ մաշտոցի կտրված տերևի համար շան նման վնգստակ Բա ինչի չեք վնգստում Բա տասնյակ միլիոնների դոլարները ծախսվել Այո, բա ինչի չեք վնգստում Ինչ կարողություն ունի Նիկոլի օլիգարխը Ինչի չեք վնգստում շներ Ասում եմ շներ Ինչի չեք վնգստում Բա ինչի եք լուր Թե օքեյ է Որ Նիկոլի անձնական օլիգարխները կարող են համալիրում հարսանիք անել Գիտեք ինչ աստղեր են բերել Այդ աստղերը չի 3-400 հազար դոլար միջև չեն տալիս Թե դա օքեյ է Հա ձեր համար դա օքեյ է Այս ողբերգության մեջ Արցախը անտուն Անոթևան առանց հաց չգիտեմ այս ողբերգության մեջ Չզարմանաք Գերիներ այնտեղ նստած այդ տականքներ Ձեր շեֆի անասունի ձեռքով գերի հանձնած տականքներ կենացեիք հա խմում այնտեղ Այն նազոն էլ ընդ հեվում էր նոր ասեցի Նազոն այդ վարձացրի այդ բաժակով Ես չգիտեմ ով հիմա հեսա մի հատ հայրենասիրական ստատուս կգրի եւ իր հայրենիքի հանդեպ Արցախս հա մենք այս ինչպես ենք ապրում եւ հետո կասի դե դա գործ է ընդամենը հոնորար է ստանում վաղը կարողա Ալիևը տիկին քեզ հոնորար տա իրա թորան ատամնահատիկը վարելու համար անելու ես ավելի քան վստահ եմ որ անելու ես որտեղ ձեր տեսակը այսպես լժե հայրենասեր պատերի տակ հայրենասիրությունից սոցիալական ցանցերում հայրենասիրություն վնգստացող ձեր տեսակը իրականում ընդամենը
փողի համար ամեն ինչի պատրաստ տեսակա, օքեյ է, դա էլ է օքեյ։ Ծերեթելիում լիքը փողի համար ամեն ինչի պատրաստ մարդիկ կան կանգնած, դա իրանց գործն է, իրանց մասնագիտությունն է, բայց իրանցից որևէ մեկը չի վնգստում հայրենասիրությունից, չի վնգստում բարձր արժեքներից, այնպես որ ձեր տեղը այսուհետ լավ իմացեք եւ չփորձեք վնգստալ հայրենասիրությունից։ Այդ մի շաբաշից էլ հրաժարվեիք, 50,000 են տվել, 10,000 են տվել, թե 20,000 են տվել, բա հանուն ծախված Արցախի եւ հայրենիքի այդ մի շաբաշից էլ հրաժարվեի։ Դե Գարիկ Մարտիրոսյանի վրա, ինչա չունես այդ միլիոնները, դե պետք է ասեք մեր ընկերներն են, այսինքն Արցախ ծախողները, հանձնողները ձեր ընկերներն են, այսինքն ասեղի վրա, բանը հաշիշի ու խաղատան վրա, խաղամոլության վրա նստածող այս շները քո ընկերներն են Գարիկ Մարտիրոսյան։ Որտեղ դուք հայ տղերք եք, ցավ եք ապրում, Արցախը, հայրենիքը ձեր ընկերներին տանում եք, Արցախն եք ցույց տալիս, հպարտանում եք, ինչ ունեք։ Հա, այս բանը։ Դե Թաթա Սիմոնյանի հետ կապված ամեն ինչ բան է, տենց էլ չհասկացանք։ Մեռան մնացին, ինչ արեցին, երջանկացան այդ իրանց ուրախ ու զվարթ բան միջավայրը։ Եվ նաև նորից ուզում եմ Չէ, ուղղակի լավ իմանան, որ Նիկոլի օլիգարխները ինչ միլիարդների մեջ են եւ նախկին գործարարների մեծահարուստների նման չէին, որ Արցախ ծախելու հաշվին, երիտասարդությանը ասեղների վրա նստածնելու հաշվին, տնակ հանդանելու հաշվին, Արցախում բան գերի մեր ռազմաքաղաքական էլիտային գերի տալու հաշվին, Սյունիքի բարձունքների վրա թուրքերին նստածնելու հաշվին, Տավուշից տարածքներ տալու հաշվին, Գարիկ լավ ես լսում Մարտիրոսյան, լավ լսի, Գեղարքունիքից տարածքներ տալու հաշվին, թե չեն ես դուք այնց ձևերը շուստրի տղերք եք, էլի ձևերը գիտեք, բան կանեք, կպտտաստեք, դե մենք ընկերներ ենք, ընկերական, այնտեղ մի հատ է ինձ սակո էր Են ես բանեն Քրդստանից եկածը որ կոմիտասի Ռազմիկամյանն էլ Արցախցի Ռազմիկամյանն էլ ինչ բա Ռազմիկամյանը ինչը փողի մունա Դու ինչ պակաս Գարիկ ես որ Ռազմիկամյան իհարկե ես հիմա նորից ուզում եմ ասել դուք պատկերացնում եք նախկին իշխանության ժամանակ համալիրի ամբողջ պարտերը ամեն ինչը քանդեին սեղաններ դնեին եւ ոմն մի մեծահարուստ տասնյակ միլիոնների դոլարներ ծախսեր համալիրում իր երեխայի հարսանիքը անելու համար չզարմանաք որ վաղը մենք կտեսնենք Նիկոլին սերտաճած որևէ օլիգարխի երեխայի ատամնահատիկը օպերայում չտեսնեք չզարմանաք կամ ինչ որ մի հատ նորաթուխ օլիգարխի մաման կամ պապան մեռնի կբերեն երևի այլևս կտանեն այդ տիկին է որ կրտվելուց ես